Սյունիքում զորամասի հրամանատարի ու զինծառայողների օժանդակությամբ Իրանից անօրինական եղանակով 74 միլիոն դրամի հարկման ենթակա առանց դրոշմավորման ծխախոտ է Արաքս գետով տեղափոխվել Հայաստան։ Ներմուծման գործընթացը կազմակերպել է Մեղրիի բնակիչներից մեկը պայմանավորվածություն ձեռք բերելով Իրանի քաղաքացու հետ։ Ծխախոտի տեղափոխումն իրականացվել է փչովի նավակով։ Դրանք փաթեթավորել են սև պոլիէթիլենային տոպրակների մեջ արգղերով եւ ռետինե նավակով անցկացրել են Արաքս գետով Հայաստանի Հանրապետության պետական սահման, այնտեղից էլ պարաններով բարձրացրել են պատի հատվածից վեր, մոտ 3-4 մետր բարձրության պատից եւ բերել են ավտոմեքենան։ Քանի որ խոսքը 2 միլիոն 619 հազար գլանակ ծխախոտի մասին է, տեղափոխումը նավակով մի քանի անգամ է արվել 2 հոգու կողմից, որոնք դիմակավորված են եղել։ Արդեն պետական սահմանին նրանց են դիմավորել զինծառայողները, որոնք էլ բեռը տեղափոխել են հրամանատարի հատկացրած զորամասին պատկանող Կամազ մակնիշի մեքենան։ Բեռները մեքենան բեռնելուց եւ տեղափոխելուց հետո, մոտ 6-7 կիլոմետր հատված անցնելուց հետո 22 հեկտար կոչվող տարածքում ԱԱԾ ծառայողների կողմից կանգնեցվել են եւ ձերբակալվել են։ Ապրանքի տեղափոխումը կատարվել է մայիսի 31-ին։ Քննիչի խոսքով Մեղրիի բնակիչ Անաստաս Համբարձումյանը եւ զորամասի հրամանատար Արթուր Քոչարյանը այս գործընթացը փորձել են կազմակերպել ավելի վաղ, սակայն չի հաջողվել։ Տեղեկություններ կան, որ նախկինում առանց դրոշմանիշի ծխախոտ անօրինական եղանակով տեղափոխվել է, բայց քիչ քանակով։ Այսպիսով զորամասի հրամանատարի պաշտոնը 1 տարի զբաղեցրած կոչումով գնդապետ Քոչարյանը մեղադրվում է իշխանական լիազորությունները չարաշահելու եւ խոշոր չափի հարկեր չվճարելուն օժանդակելու համար։ Նրա պաշտպան Հարութ Ակլունցը լուրերի հետ զրույցում միայն նշեց, իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում։ Հրամանատարը եւ եւս մեկ սպա տնային կալանքի տակ են։ 6 զինծառայողի եւ Մեղրիի բնակչի նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, լուրեր։